Հաստատվել է հանրային դպրոցների, տարրական դասարանների աշակերտների դպրոցական համազգեստներով ապահովելու կարգը։ Այս տեղեկությունը տարածել է կրթական ռեսուրսներ ՍՊ ընկերությունը։ Ըստ տարածած հաղորդագրության, դպրոցական համազգեստների փոխարինումը կամ վերադարձը հնարավոր կլինի դրա ստացումից կամ գնումից հետո 14 օրացուցային օրվա ընթացքում։ Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարարությունը սահմանել է հանրային դպրոցների, տարրական դասարանների աշակերտների դպրոցական համազգեստներով ապահովելու համազգեստների գնման, անհատույց փոխանցման եւ վերադարձի ու փոխանակման կարգը։ Դպրոցական համազգեստների գնումը հնարավոր կլինի ինչպես վաճառքի կետերում, այնպես էլ առցանց կայքի միջոցով։ Համազգեստների փոխարինումը կամ վերադարձը հնարավոր կլինի դրա ստացումից կամ գնումից հետո 14 օրացուցային օրվա ընթացքում։ Դրա համար ծնողը պետք է ներկայացնի համապատասխան անդորրագիր։ Համազգեստներ անվճար կստանան առաջինը հանրային դպրոցի տարրական դասարանի այն աշակերտները, որոնք գտնվում են սոցիալական անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում եւ նրանց ընտանիքների վարկանիշային միավորը ցածր է 65001-ից։ Երկրորդը այն աշակերտները, որոնք գտնվում են պետական խնամքի տակ, այդ թվում ընդգրկված են խնամատար դաստիարակության պետական ծրագրում, բնակվում են ընտանեկան փոքր տիպի տներում, ընդգրկված են անօթևան երեխաների կացարանների ծառայությունում կամ ապրում են Թբիլիսի մանկատանը։ Երրորդը այն աշակերտները, որոնք 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների հետևանքով չեն կարողանում շարունակել հանրակրթություն ստանալ Ուկրաինայում ուսումնական հաստատություններում եւ հրամանագրված են Վրաստանի հանրային դպրոցներում։ Հիշեցնենք, որ դպրոցական համազգեստով ապահովման նախարարության հիմնադրած կրթական ռեսուրսը, որը պատասխանատու է համազգեստների պատրաստման, գնման, պահեստավորման եւ տարածման համար։ Վաճառքի կետերի հասցեների վերաբերյալ մանրամասն տեղեկությունը կհրապարակվի կրթական ռեսուրսի ՍՊԸ պաշտոնական էջում, նշված է հաղորդագրության մեջ։